Աստանայում կայանալիք ԵՏՄ ղեկավարների նիստին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, ապրիլի 1-ին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզ արշավի բերումով չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Աստանայում կայանալիք նիստին։ ԵՏՄ հավաքին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության հարցով Ռուսաստանի նախագահի հետ աշխատանքային մակարդակում քննարկումներ եղել են, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այդ հարցով հանրաքվե, ինչպես Պուտինն է պնդել, կանցկացվի այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի, իսկ հիմա նման անհրաժեշտություն Փաշինյանի գնահատմամբ չկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է երաշխավորված լինի որևէ հզոր պետության կողմից, հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ նրա, այդ պայմանագրում պետք է շեշտվեն նաեւ երկու երկրների սահմանները, իսկ խախտողի համար համապատասխան պատիժ սահմանվի։ Միայն այդ դեպքում Ծառուկյանի գնահատմամբ պատերազմի դռներն ամուր կփակենք ու կզբաղվենք զարգացմամբ։ Բեդիում սեռական բռնության ենթարկված 15 եւ 17 տարեկան քույրերի գործով երրորդ անձն է կալանավորվել, տեղեկացնում է քննչական կոմիտեն։ ՎԵ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։ Նա կալանավորվել է 2 ամսով։ Փետրվարին տեղի ունեցած սեռական բռնության դեպքի մեջ կասկածվողները Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը Բեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը 65։ Նրանք կալանավորված են։ Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում այսօր համայն Վրաստանի նոր 142-րդ կաթողիկոս պատրիարքն է ընտրվել։ Նա Շիո եպիսկոպոսն է։ Եպիսկոպոսը ստացել է 22 ձայն անհրաժեշտ 20-ի դիմաց։ Շիո Մուջիրին ավազանի անունը Էլիզբար 59 տարեկան է։ Վրաստանի 141-րդ կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը մահացել էր մարտի 17-ին 93 տարեկանում։ Կիևը չի սատարում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոդերի թեկնածությունը որպես Եվրամիության կողմից Ռուսաստանի հետ բանակցող։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան ասել է, որ կան շատ այլ արժանի առաջնորդներ, որոնք կարող են կատարել այդ գործառույթը։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալասը նույնպես մերժել էր Շրոդերի թեկնածությունը։ Գերմանիայի նախկին կանցլերը Պուտինի անձնական ընկերն է համարվում։ 2022 թվականից ի վեր նա հրապարակավ չի դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։ Մեծ Բրիտանիան իր հակառուսական պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 85 կետով, դրանում ավելացնելով ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպությունների։ Մայիսի 5-ին էլ Լոնդոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի հետ կապված 35 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։